Շնորհակալություն հարգելի գործընկերներ մեր հրավերին արձագանքելու համար։ Մեկնարկում ենք առաջի կիսամյակի ամփոփումները եւ ամփոփումները կմեկնարկենք միգրացիա եւ քաղաքացիության ծառայության աշխատանքների ամփոփմամբ, սակայն խոսելու ենք ոչ միայն ծառայության աշխատանքների մասով, այլև ընդհանուր առմամբ միգրացիոն քաղաքականության ոլորտում իրականացված փոփոխությունների եւ արդյունքների մասին, որոնք արձանագրվել են 2026 թվականի առաջին կիսամյակում։ Ռազմավարական մակարդակում պետք է նշեմ, որ նախարարությունը նախաձեռնել է նշված ոլորտի ռազմավարության մշակում եւ վերանայում, նախկինում եւս Հայաստանում ունեցել է միգրացիոն ոլորտի ռազմավարություններ, սակայն համալիր վերանայում է իրականացվում միգրացիոն ոլորտի ռազմավարության եւ ռազմավարության մեջ առաջին անգամ դիտարկվում է այնպիսի կարևորագույն ոլորտ, ինչպիսին է քաղաքացիությունը, մեր նախկին բոլոր հետ վիզաների ազատականացման երկխոսության մասով կարող եմ ասել, որ մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք։ Այս տարվա ուրեմն մայիսին մենք ստացել ենք գործողությունների ծրագրի իրականացման առաջին առաջընթացի զեկույցը։ Առաջընթացի զեկույցը բավական դրական է գնահատել Հայաստանի կողմից կատարված քայլերը այս ուղղությամբ եւ ներկայացրել է համապատասխան ռեկոմենդացիաներ։ Մենք ունենք 53 ռեկոմենդացիաներ, զուտ մեր տնային աշխատանքի, այսպես ասած, նպատակով այս ռեկոմենդացիաները մենք բաժանել ենք կոնկրետ գործողությունների, սա Եվրամիության ներկայացրածը չէ, արդեն մենք ենք ուրեմն մանրամասնել այս ռեկոմենդացիաները, թե ինչ քայլեր պետք է իմպլեմենտացնենք, որ հասնենք այդ ռեկոմենդացիաների կատարմանը եւ ըստ այդմ մշակել ենք 117 գործողություններ եւ կարող եմ ասել, որ կեսից ավելին արդեն կատարված է եւ մինչեւ տարեվերջ մենք ունենանք շատ ավելի դրական արդյունքներ այս մասով։ Նշեմ, որ գնահատումը եւ ռեկոմենդացիաները վերաբերում են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի միայն առաջին ֆազային, առաջին փուլին, այսպես ասած, առաջին փուլը վերաբերում է միայն օրենսդրությանը եւ քաղաքականության մշակմանը, ըստ այդմ ռեկոմենդացիաները համապատասխանաբար վերաբերում են օրենսդրությանը եւ քաղաքականության մշակմանը։ Մենք լիահույս ենք, որ առաջիկա տարվա սկզբին, հուսանք առաջի կիսամյակի ընթացքում մենք կկարողանանք ամփոփել առաջին ֆազայի գործողությունները ամբողջությամբ եւ էական դրական արդյունք ունենանք նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մասով Եվրոպական միության հետ։ Ընդհանուր միգրացիոն տենդենսների մասով Տիկին Դավթյանը առավել մանրամասն կներկայացնի թվային պատկերը, ես ընդհանուր դիտարկումներ կանեմ մի շարք։ Հիմնական միգրացիոն տենդենսը, որ արձանագրվում է Հայաստանի պատմության ընթացքում եւ մասնավորապես 2000-ականներից ի վեր, այն, որ Հայաստանը վերածվել է միգրանտներ ուղարկող երկրից նաեւ տրանզիտի եւ միգրանտներ ընդունող երկրի, այդ տենդենսը պահպանվում է եւ կարող ենք ասել նաեւ ինչ որ իմաստով թափ է հավաքում։ Եվ երկրորդ կարևորագույն տենդենսը դա օտարերկրացիների կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունների աճի տենդենսն է, որը կրկին Տիկին Դավթյանը թվային պատկերով կներկայացնի, այս միտումը եւս պահպանվում է եւ մենք այս արդյունքները տեսնում ենք նաեւ 26 թվականի առաջին կիսամյակի վիճակագրական պատկերում։